40-օրյա պահեցողությունից, զղջումից, ապաշխարությունից հետո մտնում ենք մի շրջան, երբ պիտի անդրադառնանք մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերին։ Հաղորդության խորհրդի հաստատմանը, ոտնլվային, նրա չարչարանքներին, խաչելությանը եւ անշուշտ նաեւ հրաշափառ հարությանը։ Ավագ շաբաթվա օրերը հագեցած են ծիսական արարողակարգային կյանքով, բայց ամենահագեցած օրը ավագ հինգշաբթին է։ Մեր Տերը լվաց իր աշակերտների ոտքերը եւ հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը։ Զատկի տոնից առաջ Հիսուս իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից հոր մոտ փոխադրվի։ Սիրեց յուրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց։ Եվ ընթրիքի ժամանակ մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով մեջքին կապեց։ Եվ ապա ջուր վերցնելով ածեց կոնքի մեջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ։ Եվ սրբել մեջքին կապած սրբիչով։ Արևելյան ավանդույթի համաձայն ծառաները լվանում էին իրենց տանտերերի եւ հյուրերի ոտքերը։ Սա մի սովորություն էր, որ պահպանվում էր նաեւ այն ժամանակ, երբ ապրում էր Հիսուս։ Ի զարմանս բոլորի Քրիստոս հանում է իր զգեստները, կապում է սրբիչը, ջուրը լցնում է կոնքի մեջ եւ սկսում է լվանալ իր աշակերտների ոտքերը։ Իբրև գերագույն խոնարհության օրինակ եւ իբրև սիրո օրինակ։ Քրիստոսով ամեն ինչ փոխվեց։ Քրիստոս ցույց տվեց, որ եթե ցանկանում ես մեծը լինել, պիտի ամենախոնարհը լինես։ Լինելով այս աշխարհի երկնքի եւ երկրի արարիչը, խոնարհվեց, մեզ նման մարդ դարձավ, շրջեց մարդկանց մեջ եւ իբրև խոնարհության գերագույն օրինակ լվաց իր աշակերտների ոտքերը։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տեր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»։ Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է»։ Առաքյալի համար անհասկանալի էր Քրիստոսի արարքը։ Ինչպես կարող էր երկիր եւ երկինք ստեղծող Աստված, որից վախենում եւ սարսում էին անգամ սերովբեները եւ քերովբեները, իջնել, խոնարհեցնել իր գլուխը եւ լվալ աշակերտների ոտքերը։ Եկեղեցական մատենագրության մեջ կոնքը, որի մեջ լցվեց ջուրը, մկրտության ավազանն է։ Եվ հա Սուրբ գրքի մեկնիչները փաստում են, որ Քրիստոս լվանալով աշակերտների ոտքերը նրանց մկրտեց, մաքրեց նրանց ադամական մեղքից։ Այդպես է նաև եկեղեցական կյանքում։ Մենք նախ պետք է մկրտվենք, դառնանք քրիստոնյաներ, մաքրվենք ադամական մեղքից եւ դրանից հետո է, որ եկեղեցին մեզ թույլատրում է հաղորդություն ստանալ, հաղորդվել Տիրոջ մարմնին եւ արյանը։ Եվ ինչպես գիտենք, մեր եկեղեցական արարողության ժամանակ, ավագ հինգշաբթի օրը, ավագագույն եկեղեցականը Քրիստոսի օրինակով կապում է սրբիչը իր մեջքին եւ լվանում է 12 հոգու ոտքերը, որը խորհրդանշում է 12 առաքյալներին։ Եվ երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց իր զգեստները եւ դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Դուք ինձ վարդապետ եւ Տեր եք կոչում, եւ լավ եք անում, քանի որ իսկապես եմ։ Իսկ արդ, եթե ես Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, եւ ոչ էլ ուղարկվածը ավելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում։ Եվ ով ինձ է ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»։ Մարդկային եւ աստվածային հարաբերություններում շատ կարևոր է խոնարհությունը, որը եկեղեցու հայրերը առաքինություն են համարում։
Վարդապետները նշում են, որ անգամ սատանային եւ չարին մենք կարողանում ենք հաղթանակել մեր խոնարհությամբ։ Իսկ գերագույն խոնարհության օրինակը տվեց ինքը Քրիստոս, լվանալով իր աշակերտների ոտքերը։ Ավագ հինգշաբթի օրը կատարվում է եւս մեկ կարևոր իրադարձություն։ Եվ մինչդեռ ուտում էին, Հիսուս հաց վերցնելով օրհնեց եւ կտրեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակը վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց եւ բոլորն էլ նրանից խմեցին։ Եվ Հիսուս ասաց նրանց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար»։ Սրանով իսկ Քրիստոս հաստատում է Սուրբ Հաղորդության խորհուրդը։ Այս կարևոր իրադարձությունը արդեն 2000 տարիներ շարունակ եկեղեցին ամեն անգամ Սուրբ Պատարագ մատուցելով կատարում է։ Սուրբ Պատարագի ընթացքում Պատարագիչ հոգևորականի աղոթքների եւ Սուրբ Հոգու ներգործությամբ հացը եւ գինին դառնում են Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Իբրև քրիստոնյաներ մենք անխախտ հավատն ունենք, որ ոչ թե պարզապես հաց եւ գինի ենք ճաշակում, այլ ճաշակում ենք հենց Քրիստոսին։ Երկրային կյանքում սա ամենամտերմիկ հարաբերությունն է։ Հստակ պետք է իմանալ, առանց հաղորդության չկա քրիստոնեական կյանք։ Առանց հաղորդության չի կարող եկեղեցի լինել։ Եվ այս պատճառով է, որ Քրիստոս բազմիցս կրկնում է. եթե չուտեք իմ մարմինը եւ չըմպեք իմ արյունը, հավիտենական կյանք չեք ունենա։ Հավիտենական կյանքին արժանանալու գրավականը Սուրբ Հաղորդությունն է, որովհետև Սուրբ Հաղորդություն ստանալով մենք ոչ միայն Աստծուն ենք մեր մեջ ընդունում, այլ նաև ջնջվում են մեր մեղքերը, մենք զորանում ենք, մենք ավելի հաստատակամ ենք կանգնում այս երկրի վրա, այն հաստատ համոզմամբ, որ Աստված մեզ հետ է եւ ոչինչ չի կարող մեզ խանգարել, բարին գործելու։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց։ Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Եկեղեցական արարողության ժամանակ ընթերցում են այն հատվածները, երբ որ Հովհաննես Ավետարանիչը խոսում է սիրո մասին։ Աստված սեր է։ Ահա մտածումներ, որ մենք խտացնում ենք այսօրվա մեջ, որովհետև այդ նույն սիրո արտահայտությունն էր ոչ միայն ոտքերի լվանալը, այլ նաև Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը, որովհետև հաղորդության խորհրդի հաստատմամբ Աստված եւս մեկ անգամ մեզ ազդարարում է, որ ինքը մեզ հետ է, որ ինքը մեզ հետ է նաև այդ հաղորդության միջոցով։ Եվ եթե մենք հաղորդվում ենք, ապա Աստծուն ենք ընդունում մեր մեջ։ Իսկ Աստծուն մեր մեջ ընդունելով մենք զորանում ենք։ Եվ այս աշխարհի ոչ մի հոգս, ոչ մի փորձություն այլևս չեն կարող մեզ ընկճել։ Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով եւ զորությամբ, եւ պիտի սիրես քո դիմացինին ինչպես քո անձը։ Երկու կարևոր պատգամներ, որ 2000 տարիներ շարունակ քարոզում է ընդհանրական եկեղեցին եւ այդ թվում հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ այս սիրո մեջ է ողջ քրիստոնեական կյանքի իմաստը։ Եվ եթե մենք իրար սիրենք, եւ եթե գործնականում այդ սերը ունենանք, Աստված պիտի բնակվի մեր մեջ։ Իզուր չէ, որ եկեղեցու վարդապետները Սուրբ Հաղորդության խորհուրդը անվանում են սիրո խորհուրդ, որովհետև ամեն անգամ հաղորդվելով մենք սիրով ենք միանում մեր Տիրոջը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը ինձ մատնելու է։ Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ում մասին է ասում։ Եվ աշակերտներից մեկը Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տեր, ով է»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար այս պատառը կթաթախեմ եւ կտամ իրեն»։ Եվ թաթախելով պատառը տվեց Իսկարիովտացի Հուդային։ Իսկ նա պատառը վերցնելով իսկույն դուրս եկավ։ Եվ գիշեր էր։ Ավագ հինգշաբթի երեկոյան
մեր եկեղեցիներում կատարվում է նաև խավարման կարգ, որը խորհրդանշում է մեր Տիրոջ մատնությունը եւ չարչարանքները։ Եվ այդ արարողության ժամանակ մենք երգում ենք եւ փառք ենք տալիս Տիրոջ մատնությանը, Տիրոջ չարչարանքներին։ Սովորական Քրիստոսին չճաշակած մարդկանց համար անհասկանալի է այս ամենը։ Խենթ ենք ինչ է, փառք ենք տալիս, որ մեր Տիրոջը մատնեցին նրա չարչարանքներին, որ նա պիտի խաչվի, եւ մենք իբրև քրիստոնյաներ փառք ենք տալիս, որովհետեւ մենք գիտենք, որ Տերը ոչ միայն մատնվեց, չարչարվեց, խաչվեց, թաղվեց, բայց Տերը նաեւ երրորդ օրը հրաշափար հարություն առավ։ Եվ այդ հարությամբ մեզ նոր կյանք պարգևեց, որովհետեւ մենք գիտենք եւ այդ անխախտ հույսով ենք ապրում, որ ինչպես որ Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրերից մեկ օր մենք էլ պիտի հարություն առնենք, վայելելով Տիրոջ ներկայությունը այս անգամ երկնքի արքայության մեջ։ Եթե Աստված մեր կողմն է, ով կլինի մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց նրան, էլ ինչպես մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մեկտեղ։ Ով պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց, տառապանքը, թե անձկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգները, թե սուրը։ Այս բոլորից էլ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ այլ բաներ, որ այժմ կան, ոչ գալիքները եւ ոչ զորությունները, ոչ բարձրություն, ոչ խորություն եւ ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծո այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով։